Վարդաշենցիները քաղաքապետարանի մոտ են առավոտից։ Վթարային երկու շենքի բնակիչները պահանջում են իրենց ապահովել նորմալ կացարանով եւ անհապաղ տարհանել։ Ավելի քան 10 տարի Վարդաշենի 6-րդ փողոց 68-ի A եւ 66-ի 1 հանրակացարանների բնակիչները տարբեր դռներ են թակել, բայց ոչ մի արդյունք։ Որոշել են գնալ կտրուկ քայլերի։ 18 թվականին Փաշինյանը մեզ պարտադրում էր, որ մենք փողոցը փակենք, որ ինքը նստի աթոռին, որ մեր մասին հոգ տանի։ Հիմա ինքը լայախ չի անում ժողովրդի հարցերով։ Փլուզվող շենքում ապրում է մոտ 150 մարդ, խոնավ գորշ պատերի մեջ, անձրևի տակ, ճոճվող հատակի վրա, մեծանում են երեխաներ։ Իբր միլիցեքին կանչում ես ինչի համար, դրա տեղի չի ժողովրդին պատասխանի, միլիարդներ ու ինչեր եք զղտկվում։ Հոտած շենքի մեջ ենք ապրում, պարոն Փաշինյան, դուք էլ եկեք, տեսեք մեր շենքը, թե ժողովուրդը ինչ վիճակի մեջ են ապրում, դուք ուղղակի չեք պատկերացնում, մի օր երկրաշարժ լինելու բոլորը վարի են գնալու, ով է պատասխան տալու։ Զզվացրին իսկականից արդեն, այսքան ասպես փափուկ խոսած չի լինում, հնարավոր չի։ Կաթվածահար երթևեկությունը վերականգնվում է մոտ 1 ժամից։ Քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետն է լսում փլուզվող շենքի բնակիչներից մի քանիսին, պաշտոնյաների համբերեք, սպասեք հորդորներից էլ ավելի վրդովված քաղաքացիները շարժվում են կառավարություն։ Մենք հիմա պահանջում ենք աշխատակազմի ղեկավար Արայք Հարությունյանին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի փոխարեն քաղաքացիներին լսում է դիմումների քննարկման վարչության պետը։ Բնակիչների պատմելով Համլետ Նազարյանը խոստացել է անմարդկային պայմաններում ապրող մարդկանց պահանջը հասցնել պատկան մարմիններին։ Եթե կառավարության պատասխանը ուշանա 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչները կանցնեն գործողությունների, մինչև տարբեր օղակների չինովնիկները քննում, ուսումնասիրում են շենքերի վիճակը, բնակիչները շարունակում են ապրել փլուզման վախը սրտներում։ Սևակ Վարդումյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։